վարչապետ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի կատարելու հատուկ ներկայացուցչի պարտականությունները, հետաքրքիր է արդյոք հայտնի է թեկնածու, ով է լինելու, ով է շարունակելու այդ աշխատանքը։ Եվ երկրորդ հարցը օրեր առաջ Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր գրանցվել, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում էին հայտնվել, համայնքում բնակիչները վստահ են, որ խնդիրը ջուրն է, հիվանդությունների վերահսկման կենտրոնը եւս մի քանի աղբյուրում հայտնաբերել է շեղումներ, բայց Վիոլա ջուրը պնդում է, որ ամեն դեպքում ջուրը չէ պատճառը։ Ես հիշեցնեմ, որ նաեւ 3 ամիս առաջ Գարնանը եւս նման դեպքեր գրանցվել նույն քաղաքում, որն է բաց է, ինչ աշխատանք չի արվել այս ընթացքում, որ նորից նման խնդրի առաջ են կանգնում։ Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն եւ հետեւություններ արվեն Վիոլա ջուրը, մնացած մեր մարմինները եւ անհրաժեշտ որոշումներ կայացնեն։ Ընդհանրապես մենք պետք է իմանանք, որ նաեւ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է եւ այդտեղ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, բայց խնդիրը մենակ ներդրումը չի, որովհետեւ երբեմն մեզ թվում է թե ներդրում արեցինք, այսինքն խողովակը քաշեցինք, դրանով հարցը լուծեցինք։ Եթե դա ամեն ինչը ամենօրյա սպասարկման չի ենթարկվի, ելի մենք ունենալու ենք նույն խնդիրները։ Ամենօրյա սպասարկման համար հարկավոր են որոշակի ներդրումներ։ Եվ այդ ներդրումները ընդհանրապես սխեմաներ ինչպես է աշխատում են այդ ամեն ինչը, այդ ռիսկերի կառավարումը նաև որոշակիորեն ներառվում է նաև սակագների մեջ եւ մենք պետք է նաև առերեսվենք այս խնդրի հետ, որովհետեւ այսօր բազմաթիվ բնակավայրեր կան, ես հիշում եմ իմ այցելությունը Հանրապետության գյուղերից մեկը դեռ պատգամավոր է այդ ժամանակ, եւ որ ես տեսա, որ մարդիկ իրենց տներում ֆիլտրեր դրած օգտվում են ջրից, որովհետեւ իրենք հրաժարվել են ջրաչափ տեղադրել, կենտրոնացված համակարգից օգտվել եւ այլն, ես հիշում եմ այդ ֆիլտրերը եւ այդ ֆիլտրերի տակ նստած տիղմի շերտի հաստությունը։ Պետք է ստանդարտներով առաջնորդվենք, ստանդարտը այն է, որ այդ բոլոր process-ները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ ապահովել այդ ամեն ինչը, բայց ես վստահ չեմ, որ սա վերաբերվում է հենց ձեր նշած դեպքին, որովհետև դրա հետ կապված շատ մանրամասներ չգիտեմ, գիտեմ այնքան, ինչքան որ եւ գիտեմ, որ ընթացքի մեջ է հարցի պարզաբանումը եւ պետք է պարզաբանվի, թե ինչն է եղել ի վերջո նման իրավիճակի պատճառը։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին, այդ հարցի հետ կապված որոշում չունեմ եւ նաեւ այն պատճառով, որ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։ Շնորհակալություն, Պարոն Փաշինյան, ես ուզում եմ անդրադառնանք հայ-ռուսական